Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը համակարգ հաղորդաշարն է եթերում եւ այսօր մեր հյուրն է IP հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գիտուժ նախաձեռնության անդամ Արամ Փախչյանյանը։ Բարև ձեզ, պարոն Փախչյանյան։ Բարև ձեզ։ Պարոն Փախչյանյան, տարիներ շարունակ լուսաբանում են գիտուժ նախաձեռնության գործունեությունը եւ վերջին թողարկման ժամանակ մեր հյուրն էր Գևորգ Սաֆարյանը, ով նույնպես գիտուժ նախաձեռնության անդամ է եւ իմ հարցին, որ ինչ վիճակում են գիտուժ կառավարություն հարաբերությունները, քանի որ գիտուժ նախաձեռնությունը շատ հաճախ որոշակի առաջարկներով է հանդես գալիս, որոնք կառավարությունը պետք է որ ենթադրվում է առողջ մարդու կառավարություն, այսպես ասենք, պետք է որ դիտարկի կամ կառավարության առաջ քաշած օրենքներն ու մոտեցումները պետք է որ գիտուժ նախաձեռնությունը եւ այլ նման նախաձեռնություններ դիտարկեն, բայց կարծես թե կապը այդքան էլ ամուր չէ, հիմա այս պահին ինչպիսին է վիճակը, որտեվ որքան ես հասկանում եմ մեր զրույցից հետո որոշակի հանդիպումներ են տեղի ունեցել։ Գիտեք, տպավորությունը միանշանակ չի, ու ասեմ ինչու։ Մենք կառավարության տարբեր ղեկավարների անդամների հետ շփվելիս տեսնում ենք շերտավորում որոշակի մոտեցումների։ Կան մոտեցումներ, որտեղ կարծես թե այդ մարդիկ ազատ են շատ ռացիոնալ եւ շատ խելամիտ որոշումներ կայացնել։ Իսկ կան ոլորտներ, որտեղ մենք տեսնում ենք, զգում ենք, բայց չենք կարող բնականաբար ուղիղ հարցեր տալ, որտեղ դրա պատասխանը առաջին չենք ստանա եւ երևի թե նման հարցեր տալն էլ շատ մեծ իմաստ չունի։ Զգում ենք մի ինչ որ այսպեսի ավելի ընդհանրական մի ազդեցություն որոշումների կայացման վրա, որը շատ հաճախ բացարձակ իրացիոնալ է, որը բացատրելի չէ, եւ երբ որ դրան հասնում ենք, մենք լսում ենք ինչ որ ռացիոնալիզացիա, փորձ դա ներկայացնել այնպես որ դա խելամիտ թվա, բայց դրա հետևում ոչինչ չենք տեսնում, այդ փորձը, որը համոզիչ չի, այսպես ասեմ, բավարար համոզիչ չէ եւ բավարար մշակված չէ, բավարար հիմնավորված չէ, որ մենք հաշտությամբ դրա հետ հաշտվենք։ Եվ ասեմ, որ գիտուժը չունի որևէ օրակարգ ինչ-որ բան պարտադրելու։ Մենք ուզում ենք, որպեսզի հաղթի խելամիտ որոշումներ կայացնելու համակարգը, որպեսզի որոշումները կայացնեն այն նպատակներից, որոնք բխում են այս ազգի շահերից։ Ընդհանրապես դա այս պետության առաջնորդորեն եւ ազգի բնականաբար։ Եւ մեր բոլոր հարցադրումները դրա շուրջ են։ Մենք ապաքաղաքական կառույց ենք, քանի որ նաեւ մեր մասնակիցները շատ տարբեր քաղաքական դիրքորոշումներ են ներկայացնում եւ կամ գրում, եւ մենք չունենք օրակարգ ինչ որ կոնկրետ քաղաքական ուժի շահերից ելնելով ինչ որ բան առաջ տանել, բացարձակ։ Մեր խորը համոզմունքը հենց նրանումն է, որ ինչ քաղաքական ուժ լինի Հայաստանում այսօր կամ ապագայում այն նպատակները, ոնց մասին մենք ենք խոսում, իրենք վերքաղաքական են, իրենք բացարձակ են։ Ասենք էլեմենտար բան, որ Հայաստանում պիտի խելացի եւ մտքի ուժով առաջ գնացող մարդը անպայմանորեն հասնի մեծ հաջողության։ Հասկանաք, դա ավելի խորը միտք է, քան գիտության զարգացումը Հայաստանում։ Իսկ ինչ է այդ մեծ հաջողությունը։ Եթե իրեն ասում են, գիտես, ինչ քո ամենամեծ հաջողությունը կյանքում կնի, որ քո հոդվածները հրապարակվեն միջազգայինորեն ճանաչված ամսագրերում, գիտնականի համար դա իհարկե որոշակի վարկանիշ է, բայց դա հեռու է հաջողության այն չափանիշից, որը մարդը ընդհանրապես կարող է դա հաջողության պայմանները ապահովելու մեթոդներից մեկը, այսինքն այո, եւ այն ինչ որ մենք անընդհատ խնդիր է, որ մենք տեսնում ենք եւ բոլոր մեր քննարկումներում տեսնում ենք, որ օրենքի ձևակերպումների մեջ կամ ինչ որ հանրային հայտարարությունների մեջ կամ ինչ որ օրակարգերի մեջ, որոնք առաջ են տարվում, մենք տեսնում ենք շատ տարօրինակ հակասություններ այդ հիմնական գաղափարի, որ ժողովուրդ ջան, ինչու ենք այսպես անում, լավ բացատրեք, հստակ, մի բան ասեք հասկանանք։ Այն ինչ որ ասվում է շատ կտկտուր բաներ են, ու դու հասկանում ես, որ կա մի հատ ավելի մեծ օրակարգ, որի մասն է այդ քայլերը, ու այդ օրակարգը գիտության, զարգացման հետ շատ
հերո կապ ունի։ Եվ այդ օրակարգից եկել են ինչ-որ որոշումներ, որոնք պարտադրվել են, եւ մարդիկ ստիպված այդ որոշումները իրագործում են առանց մտածելու կամ առանց պատկերացնելու, թե իրական ինչպես են դա անելու։ Որտեղ դրանից մի զգալի մասը անիրագործելի է։ Մեր խորը համոզմունքը ուղղակի անիրագործելի է։ Բայց նաև երկրորդ խնդիրը, դա այն որոշումների մասին, որոնք կայացվում են։ Օրինակ, մենք քննարկում ենք սկզբից խորհրդարանում, բայց հետո եւ նախարարի հետ հանդիպման ժամանակ կրթության գիտության մասին օրենքը, որը այդ որոշումների համախումբն է, օրենսդրական, չէ՞։ Բայց կա նաև երկրորդ մասը, որ մենք անդադ քննարկում ենք, որը այն է, թե այն համակարգը, որը պիտի որոշումներ կայացնի ապագայում, որը պետք է կայացնի որոշումներ նրա մասին, թե գիտությունը Հայաստանում ինչ նպատակներ պետք է ունենա իր առջև, ինչ առաջնորդություններ պիտի ունենա, որտեղ իսկապես նախարարը մենք դրա մասին խոսում ենք իր ասած խոսքերն եմ կրկնում, նա ասաց, որ իհարկե Հայաստանը չի կարող ամեն բանով զբաղվել, մենք պետք է մասնագիտանանք, հասկանանք, այդքան ռեսուրս չունենք, դա շատ ճիշտ է։ Հենց դա նշանակում է, որ մեր գիտությունը պետք է առաջնորդորեն ուղղորդվի այն նպատակներով, որոնք գալիս են երկրի կարևորագույն առաջնորդություններից, տնտեսական, անվտանգության, պաշտպանության եւ այլն։ Այդ համակարգը գոյություն չունի։ Եվ մենք որպես գիտուժ անդադ դրա մասին խոսում ենք եւ մեր պատկերացմամբ այս օրենքը պետք է նաեւ ծառայեր այդ ավելի մեծ համակարգի ստեղծման գործընթացին, պետք է այդ գործընթացը լիներ մարդկանց ուղեղում, որ սա ենք անում, սա է մեր նպատակը։ Իսկ այս օրենքը գտանում է դեպի դա։ Խնդիրն այն է, որ այդ նպատակը չկա օրենքը գրելուց։ Օրենքը գրվել է մի այլ նպատակից ելնելով, որի իմաստը միջևերջ հասկանալի չէ։ Եվ մեզ ասում են, ոչ կլինի շուտով, նախարարը ասաց, կլինի նաեւ ռազմավարություն հենց գիտության զարգացման եւ որը այդ նպատակները կսահմանի, բայց դա մեզ անհանգստացնում, մենք ասում ենք լավ չհասկացանք, հիմա դուք հանրային քննարկումով, խորհրդարանով անցկացնելու եք եւ հաստատելու եք օրենք, որի մեջ լինելու են դրույթներ, իսկ հետո գրելու եք ռազմավարություն, որը այդ դրույթներին կարող է ակասել։ Դրան պատասխանն այն է, որ դե փոխենք օրենք, հիմա օրենքը առաջ անգամ է մտել, հետո հնարավոր է փոխել եւ այն բաները, այն կետերը կամ այն դրույթները, որոնք բայց ախր երբ որ օրենքը դրվում է որ արդեն որպես օրենսդրական նորմ, սկսվում են գործողություններ դրանից բխող, սկսում են կոնկրետ որոշումներ որ օրենքից բխող, այն բոլոր պահերը, որոնք այդ օրենքին չեն համապատասխանում, իրենք պետք է վերանայվեն, կազմակերպական կառույցներ ստեղծվեն, որոնք այդ իրագործում են օրենքի կետերը։ Հետո մեկ էլ կես տարի հետո դասում ես, վայ, բայց դա ամենը պետք չէր։ Ռազմավարություն գրեցինք, բարձրացվեց օրենքը այլ բան պիտի անեն։ Օրենքը չի համապատասխանում, բայց օրենքը օթում փաստաթուղթ չի, օրենքը ունի։ Հիմա խոսակցություն դրա մասին է, բայց ասեմ նաև, որ ամեն դեպքում, եթե հիմա մենք խոսենք նախարարի հետ հանդիպման մասին, այն շատ կառուցողական էր։ Եվ ամեն նման կառուցողական խոսակցություն մեզ ոգևորում է, որովհետև մեզ դա է պետք։ Մենք որպես գիտուժ չենք ուզում, մենք չենք կարծում, որ մեր մեթոդը ճնշում գործադրելով հարցը լուծելն է։ Դա մեզ համար նվազագույն ցանկալի մեթոդն է, որովհետև ճնշումը միշտ բայվերացնում է մարդկանց եւ հետո լեզու գտնել դառնում է դժվար։ Իսկ մենք ռեսուրս ու ժամանակ, ճիշտ ասած, չունենք։ Հետո ջանք գործադրել նորից լեզու գտնելու համար մարդկանց հետ, ում հետ հարաբերությունը դառնացել են։ Մենք ուզում ենք ի սկզբանե կառուցողական ճանապարհով գնանք եւ այդ առումով այդ հանդիպումը բավականին լավն էր, մենք խոսեցինք այն կետերի մասին, որ մեզ անհանգստացնում են եւ որոշ կետերի շուրջ ստացանք խոստումներ, որ եթե մենք տանք խելամիտ առաջարկներ, դրանք կդիտարկվեն եւ միգուցե ինչ-որ բան կփոխվի։ Առաջնորդորեն դա այն կետն է, որ մեզ առավել է անհանգստացնում, որը փաստացի նշանակում է, որ համասարանից դուրս գիտություն չի ենթադրվում։ Այդ բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծի մասին։ Այո։ Այն մի քիչ մեղմացվել է այս փուլում, կարծես թե որոշակի տարբերակներ նախատեսված են։ Իսկ ինստիտուտները պլանավորում են վերացնել։ Փաստացի միավորել համասարանների հետ։ Հա, դա վերացնել։ Ընդ որում այդ միավորումները շատ հավես process է, որովհետեւ տեսեք մենք դրա մասին խոսեցինք, նախարարի պատկերացումները ասած, բայց խոստովանեց նաև, որ պատկերացումները շատ նախնական են։ Ես հիմա ամեն իր ասածը չեմ կարող մեկնաբանել, որովհետև ամեն դեպքում դա փակ խոսակցություն է, ես չեմ ուզում դա վստահության դաշտ է, որ ես չեմ ուզում այդ վստահության դաշտից դուրս գալ, բայց ես դառնալ շատ խոսեմ մեր մտահոգությունների մասին։ Տեսեք, ով երբևիցե
զբաղվել է երկու կազմակերպությունների միավորումով, գիտի թե դա ինչ մղձավանջ է։ Դա մղձավանջ է։ Շատ մարդկանց համար դա անձնական տրագեդիա է։ Մարդիկ անցնում են ծանր պահերով, անկալումներով, քանդվում է իրենց տարիներով կառուցված սոցիալական համակարգ, հարաբերությունների եւ այլն, առավել դա այդպես է հենց գիտության եւ կրթության մեջ։ Այն ինչու ասենք Բրյուսովի համալսարանը կռվեր տալիս կամ ֆիզկուլտուրի ինստիտուտը կռվեր տալիս իր անկախության համար, դրանից է բխում։ Մարդկանց կարելի է մեղադել, որ տաքուկ տեղ են գտել, չեն ուզում ոչինչ փոխվի, այդ ամենը լավ չի աշխատում, անհրաժեշտ է փոփոխություն, այո, անհրաժեշտ է, բայց ձևեր կան։ Դու չես կարող մարդկանց կոտրելով դա անել, որովհետև այդ մարդիկ կոտրված լինելուց հետո կարող է երբևիցե այլևս չարտնանան դեպի ցանկություն մի բան անելու, զարգանալու եւ այլն, հետո դու պետք է այդ մարդկանցից հրաժարվես, ու այնպես չի, ու դու շատ մարդ ունես այս երկրում։ Եվ առավել հենց կրթության եւ գիտության ոլորտում մենք պետք է շատ զգույշ լինենք։ Մենք անընդհատ խոսում ենք նրա մասին, օրինակ, որ համալսարաններում այդ ծերուկները, որոնք տարիներով չեն զբաղվել գիտությամբ, երեխաներին ինչ-որ բաներ են սովորացնում 70-ականների գրքերով, ես ուզում եմ շտապել բոլորին բացատրել, որ դա այդպես է ամբողջ աշխարհում։ Բակալավրիատի կրթությունը իր բնույթով պահպանողական է եւ այն գիտելիքները, որ աշակերտները ուսանողները ստանում են բակալավրիատում, բավականին հեռու են գիտության եզրերից, նորարարական առաջնագծից, իրենք բավականին դասական են։ Եվ հիմնականում այդ գիտելիքը ձևավորվել է մինչև 20-րդ դարի կեսերը։ Դրանից դեն այս կողմ շատ քիչ բան են հասցնում բակալավրիատում դասավանդել։ Այդ առումով այդտեղ մեծ խնդիրներ չկան, բայց մենք ընկած այդ խեղճերուկներին ուզում ենք պարտադրենք գիտությամբ զբաղվեն, հետևանքը կլինի այն, որ իրենք կգնան կլքեն իրենց աշխատանքը, որը առանց դրա շատ չի վարձատրվում։ Եվ մենք չենք ունենա դասախոսներ, որտեղ մենք կարծում ենք, որ ամեն գիտնական կարող է դասախոս լինել։ Ես ուզում շտապում եմ հիասթափեցնել, այդպես չէ։ Այդպես չէ, բացարձակապես այդպես չէ։ Ես գիտեի մի շատ լավ գիտնական, խորհրդային ազգանուններ շատերը ով իմ տարիքի են կամ իզնից մի քիչ ավելի տարեց, քիշեն Նոբելյան մրցանակակիր Կապիցայի որդուն Սերգեյ Կապիցային, որը հաղորդում էր վարում խորհրդային եթերում շատ հայտնի եւ շատ հայտնի գիտնական է, ֆիզիկոս։ Ես իրեն որպես ուսանող տեսել եմ որպես դասախոս։ Իրենից վատ դասախոս գոյություն չուներ։ Դե դրանք տարբեր բաներ են, հմտություններ են։ Իհարկե։ Գիտությամբ զբաղվել եւ դասախոսությունը լրիվ տարբեր հմտություն։ Ամեն մարդ չէ, որ կարողում է այդ երկուսը համատեղել։ Իհարկե, եւ ավելին ասեմ, գիտնականների մեծամասնությունը, հա, այն ամեն ինչ դասավանդվում է հենց իրենց մասնագիտությամբ, ասենք ֆիզիկայից կամ մաթեմատիկայից, առաջին կուրսերում դասագրքերի պարունակություն, բայց չգիտեն, մոռացել են, որտեվ դրանով չեն զբաղվել վաղուց։ Ասենք հիմա բռնեք մի հատ գիտնականի, որը քիմֆիզիկայով է զբաղվում, եւ փորձեք իրենից ստանալ տենզորային հաշվարկման բոլոր բանաձևերը, որ օգտագործվում են բանի մոլեկուլների կառուցվածքի վերլուծության ժամանակ։ Չի, անգամ եթե դասագիրքը դնեք դիմացը, պիտի թերթի մտածի, իսկ իրենից ակնկալում է, որ դա պետք է դասախոսի նա շատ հետևողականորեն եւ աշակերտների սխալները ուղի եւ տնայիններ տա եւ խնդիրներ լուծի իրենց հետ եւ ով է դա անում մեկտեղ հասցնի զբաղվել գիտությամբ։ Այո, այնպես որ այդ ձևական եկեք բոլորին միավորենք, բոլոր գիտնականներին ուղարկենք դասախոսեր, բան այդ բոլոր խոսակցությունները շատ վտանգավոր խոսակցություն, որտեղ դրա տակ կա մանրակրկիտ աշխատանք ամեն մարդու հետ կապված, ամեն մասնագետի հետ կապված, թե ինչպես են կանելու, ինչ են կանելու, ոնց են կանելու, ու դա տարիներ է տևելու։ Հիմա դրա հետ մեկտեղ մենք ուզում ենք սկզբից ինստիտուտները միավորել եղած համալսարանների հետ, հետո այդ համալսարանները իրար հետ միավորել, որովհետև մենք ուզում ենք նաև համալսարանների քանակը նվազեցնել։ Դուք պատկերացնում եք այդ բախումների ծավալը։ Դուք ստանում եք երկու ինստիտուտ, որոնց միացրել եք մի համալսարանի, երկու մի այլ ինստիտուտ միացրել եք մի այլ համալսարանի, հետո այդ համալսարանները իրար միացնում եք, այդ ինստիտուտների մարդիկ իրար շատերը շատ խառը հարաբերությունների մեջ բան բախումների արդյունքում սև խորոջ կառաջանա։ Մի հատ կանգնամերատ եք ստանալու խառը խշտի մարդկանց, որոնք չեն հասկանում որտեղ են գտնվում, ինչ են անում, ով ղեկավարն է եւ ինչու այս մարդը ավելի մեծ հեղինակություն պետք է ունենա, քան այս մարդը, ինչու սա պիտի ղեկավար, սա պիտի ենթակա։ Դուք պետք քաոս եք ստանալու, որի արդյունքում լինելու է արյան արտահոսք եւ առաջին հերթին խոսելու է ամենաառողջ արյունը։
լավագույն մարդիկ լքելու են համակարգը եւ ընդունելու են այլ երկրներից հրավերներ աշխատել։ Այս բոլոր այս պլանների մեջ, հա, ես բոլոր այս ծրագրերը կարճ անվանում եմ ակադեմիական քաղաք, որովհետև իմ կարծիքով ուղղակի եթե ինձ հետ համաձայն չեք, սա մի տեսակ այդ ակադեմիական քաղաքի գաղափարը գոնե այնպես ինչպես այն մատուցվում է մեդիայում, հա, այսպես ասենք, հա, կարող է ինչ-որ մարդիկ տակը լուրջ հաշվարկներ ունեն, բայց մենք դրան չենք տեսել այդ լուրջ հաշվարկները։ Այնպես ինչպես այն մատուցվում է մեդիայում, շատ նման է կարգո կուլտի։ Մենք տեսել ենք, ես գիտեմ դուք սիրում եք այդ թեման, բայց այդ թեման իրոք հետաքրքիր է։ Մենք տեսել ենք դրսում ինչ ակադեմիական հետաքրքիր քաղաքներ կան եւ այնտեղ ծփում է գիտությունը, եւ մենք իր արտաքին տեսքը ուզում ենք վերարտադրել Հայաստանում, հա, մի հատ այնց քաղաք սարքեք։ Ու մեզ թվում է թե մեջինը մի բան ավելացնեմ, տեսեք, կառավարության մեջ շատ մարդիկ անձնական խոսակցությունների ժամանակ անդադ բողոքում են կառավարության ներքին մեխանիզմների անարդյունավետությունից։ Որ դժվար է որոշումներ կայացնել, խառն ամեն ինչ, որ լիքը պատմություն կա։ Ու դա փոքր կառույց է կառավարությունը, չնչին կառույց է։ Ասենք, եթե դու ուզում ես համեմատես իրան ակադեմիական քաղաքի մասշտաբների հետ, կառավարման բարդության տեսակետից շատ ավելի պարզ կառույց է։ Եվ ինքը կառավարությունը, որը նախատեսում է ակադեմիական քաղաքում ստեղծել այդ նոր միջավայրը, ինքը իր մեջ դեռ չի կարողանում լուծել արդեն 30 տարի չի կարողանում լուծել պարզագույն կառավարման խնդիրներ։ Կարող ավելի պարզ կառույցը շատ ավելի բարդ կառույցի հիմնադրել։ Կարող է դա խնդիր չի, ասածս այն է, որ եթե իրենք մատ ինտրոսպեկցիան ունեն հասկանային, թե անգամ 30 տարի արդեն գոյություն ունեցող կառույցում ինչ ծայրահեղ դժվար կառավարման խնդիրներ գոյություն ունեն։ Եվ ինչքան դժվար է ամեն բարեփոխումը կառավարության իրագործել, եւ ամեն բարեփոխումից հետո որքան մեծ բաներ են լինում, տվայտանքներ են լինում բոլորի մոտ, ասենք նոր նախարարություն ստեղծել կամ նախարարություններ միավորելուց հետո, որքան ժամանակ է անցնում, եւ միջև դա սկսում է արդյունավետ աշխատել եւ արդյոք սկսում է արդյունավետ աշխատել։ Երբ իդ մարդիկ պատկերացնեին, ինչ մեծ իր բնույթով բովանդակային խնդիր է ակադեմիական քաղաքի նման մի մեծ կառույց ձևավորելը։ Եվ ես չեմ ասում, որ դա պետք չի անել։ Ես շատ ցածակից շատ կարևոր է, որ ես ուզում ասել, եթե այդ ծրագիրը հաջողի, եթե այն հաջողի, այն իսկապես կարող է մեծ իմպուլս տալ մեր զարգացմանը։ Իսկապես բերելով բոլորին միտեղ։ Խնդիրը այն չի, որ պետք է կամ պետք չի։ Խնդիրը այն է, որ հա գոնե լրատվական դաշտում մենք լրագրողներս չենք տեսնում այն բազան։ Այդ դա եմ ասում։ Ինչի ենք մենք դա բովանդակությունը չի երևում։ Բովանդակությունը չի երևում։ Կա արտաքին շենքերի գեղեցկությունը։ Այդ դրա մասին է խոսքը։ Առաջին հերթին մենք ոչ թե պետք է խոսենք դրա մասին, թե ինչ շենքեր լինելու եւ ինչպես իրենք տեղակայված լինելու, այլ ինչպես ենք մենք բերում այսօրվա իրականությունից այն ամենը, այն ամբողջ մեր հարստությունը, որ մենք դեռ ունենք, գիտական եւ կրթական, ինչպես ենք վերածում նրան, ինչը ակադեմիական քաղաքում կհաջողի։ Եվ դա մանրակրկիտ մեծ աշխատանքի կարիք ունի։ Եվ այստեղ է շտապողականությունը, եկեք բոլոր ինստիտուտները արագ լցնենք համալսարանների վրա, եկեք այս բոլոր համալսարանները արագ իրար միացնենք, դրա տասենք 2 տարի, մարդկանց չեն հարցնում ով հետ ուզում ամուսնանա, բոլորին լցնում են նույն անկողնի մեջ, հասկանու՞մ եք։ Հայերի համար կարևոր է դիվիժենի լինի, հիմա դա այսպես ասեմ, իմ խորը համոզմունքով մեծ հավանականությամբ կբերի քաոսի։ Ոչ մի լավ բանի չի բերի։ Այդ լուծումների մասին է խոսքը, մենք այդ ընթացքը չենք տեսնում եւ խնդիրն այնն է, որ ոչ մենք չենք տեսնում ինստիտուցիոնալ կարողությունը ընթացքը ճիշտ իրագործելու։ Եվ դա իմ համար ամենամեծ խնդիրն է եւ խնդիր համար 2 որ դրա հետ փոխկապակցված է, այդ ընթացքի նպատակը սահմանած չէ։ Ակադեմիական քաղաքի արժեվ դրված գիտական եւ կրթական նպատակները հստակ սահմանված չեն։ Ես օրինակ համարում եմ, որ հրատարակությունների քանակ չափանիշը մետրիկան գիտության, ինքը մետրիկա պետք է լինի։ Հա, իհարկե։ Դա նույնն է, ինչ որ արյան անալիզ ժամանակաժանակ պետք է հանձնել, բայց ես գիտեմ լիքը մարդ, որ մահացել է փայլուն արյուն ունենալով, ժավ անալիզներ ունենալով։ Դա միակ եւ որոշիչը չէ։ Երբ որ դու դա դնում ես որոշիչ եւ դրանով ես ամեն ինչ չափում, խնդիրներ ես ունենում։ Նույնն է, որ օթանավը մի գործիքով կառավարել, չի ստացվի։ Բազմաթիվ գործիքների պետք է նայես, այդ գործիքները չկան, որտեղ նպատակ չկա։ Այդ գործիքները կառաջանան, երբ որ կառաջանան մետրիկաներ, որ կապված են նպատակի հասնելու հետ, իսկ նպատակը Հայաստանի համար պետք է լինի
տնտեսության զարգացում, այն ոլորտների, որոնք մեզ համար ռազմավարական են, դրանց մեջ գիտահեն հետազոտությունների կտրուկ աճ։ Մենք պետք է ունենանք որպես նպատակ երկրի անվտանգության միտված մեծ հետազոտական պոտենցիալ ձևավորել եւ նորարարություն իրագործել։ Եվ այդտեղ պետք է բավականին ռեսուրսներ եւ գումարներ ներդնենք ներառյալ հրավիրենք արտաքին ռեսուրսներ, թե դրա կարիքը տեսնում ենք։ Եվ այլն, լիքը բան կա անելու տարբեր ոլորտներ, որ մենք թողել ենք ու զբաղված ենք իցուտները եւ համասան իրար վրա լցնելով։ Պրոկրաստինացիայի նման բան է, էլի, որ քանի որ նա շատ բարդ է, եկեք անենք այն ինչ մեզ թվում է մենք կարող ենք։ Դե փոխարենը փնտրենք այնտեղ որտեղ կա, փնտրում ենք այնտեղ որտեղ լույս կա։ Այդ վիճակն է մոտավորապես, այնտեղ որտեղ ավելի հեշտ է փնտրել։ Դա անեկդոտն է։ Այդ անեկդոտի մեջ ենք մենք հիմա գտնվում։ Mēs հասկանում ենք, ես ասացի սկզբից, դա գալիս է անկարողության զգացողությունից։ Դա գալիս է նրանից, որ իրականում ցավոք, երբ որ դու դառնում ես այս երկրում որևէ ղեկավար, դու սկզբի շատ ոգևորված գալիս ես նստում ես քո սեղանի առջև եւ սկսում ես փորձել ինչ-որ բան անել, բայց գնալով ամեն քայլը դու հասկանում ես, որ ա-կետից B-կետը քո հանձնարարականը չի հասնում, որ մարդիկ պարզագույն բաներ չեն հասկանում, 5 անգամ կրկնում ես ուրիշ բան են անում, որ ինչ-որ բան հրահանգահավորում ես, հետո գնում ես 10 անգամ մի բան ասում ես, մինչև դա իրագործվում։ Բոլոր ոլորտներում մենք այդ խնդիրն ունենք։ Ու մարդիկ իհարկե հիասթափվում են եւ փոխարենը անեն այն, ինչ որ պետք է անել, շատ հաճախ ստանձնում են այն, որ հնարավոր է անել։ Որովհետև նաև եթե մենք վերցնում ենք քաղաքականությունը, իսկ նախարարությունը ունենա կառավարել քաղաքականություն։ Դե հա։ Դու ունես նաև քաղաքական պատասխանատվություն։ Դու եթե դու չանես այն, ինչ որ հնարավոր է անել, եւ այն, ինչ որ դժվար անել ռիսկային է, այդ դեպքում դու ընդհանրապես կտապալես քո հաշվետվությունը եւ քեզ հաստատ ոչ ոք դա չի ների։ Դու պետք է գոնե այն ինչ որ հնարավոր է, այդ low hanging fruits, այն ինչ որ հեշտ է հասնել ձեռքով։ Գոնե դա փոքես։ Ստացվում է, որ եթե դու ինչ որ բան անել ցանկացող քաղաքական գործիչ ես եւ հասել ես ինչ որ աթոռի, դու այլ փահլևանի վրա նման, հա, պարանի վրա բալանսը պահելով պետք է անես, դու պետք է անընդհատ բավարարես անմիջական արդյունքներ ցանկացողների կարիքները, որտեղ դա քաղաքական պահանջ է, եւ փորձես ընթացքում գոնե մի բան անել, շատ հաճախ շրջանցելով, շատ հաճախ համոզելով, շատ հաճախ թաքցնելով, շատ հաճախ ինչ որ այլընտրանքային տարբերակներ իրագործելով, որ նաեւ արվի այն ինչ որ պետք է անել։ Եվ ես իրականում, ես այդ առումով ես ունեմ ինչ որ քաղաքական դիրքորոշումներ, հիմա չեմ խոսի դրանց մասին, բայց երբ որ ես խոսում եմ կոնկրետ մարդկանց ենք, որ կոնկրետ պատասխանատվություն են ստանձնել, անկախ նրանից թե ինչ կառավարություն է այսօր, ես շփվել եմ նախորդ կառավարության հետ եւ այսօրվա կառավարության։ Ես միշտ տեսնում եմ իմ առջև, շատ հաճախ եմ տեսնում այդ մարդկանց, որոնք այդ վիճակում են գտնվում։ Եվ ես ձգտում եմ այդ մարդկանց ամեն կերպ աջակցել, որպեսզի այն մասը, որտեղ իրենք պիտի այդպես մի բան կարևոր բան անեն, բայց ոչ ռեսուրս ունեն, ոչ կարողություն, ոչ քաղաքական կամք կա, որպեսզի դա արվի, բայց իրենք հասկանում են, գիտակցում են, ուզում են անել, որտեղ իրենց գոնե ինչ որ աջակցություն ցուցաբերենք։ Ու ասեմ այդ պատճառով էլ գիտուժը չի դնում եւ չորում մարդկանց, որտեղ դա անարդյունավետ է հենց այդ առումով, դու իրականում մարդուն մտցնում ես պաշտպանողական դիրքի մեջ եւ դա նշանակում է, որ ինքը կարճելու է քաղաքական առաջնահերթություններից, որ պաշտպանվի քեզանից եւ ստանա քաղաքական աջակցություն, չէ՞, իշխողուժից։ Եվ դրանով քեզ ճնշի։ Դու իրեն փաստացի պարտադրում ես չանել այն, ինչը քո ցանկությունն է։ Անիմաստ абսուրդ բան է, դու պետք է հակառակը փորձես ամեն կերպ խոսել նրա մասին, թե ինչ կարելի է անել այս իրավիճակում։ Գիտակցելով հասկանալով մարդկանց դրությունը։ Մենք այդ մոտեցումն ենք որդեգրել։ Մենք գիտակցում ենք իրականությունը։ Մենք իրատես ենք, որպեսզի մեզ հարգեն եւ մեզ ընդունեն որպես գործընկեր եւ մեզ վստահեն։ Որտեւ եթե դու աշկերտ փակում ես բացահայտ բաների վրա, որ երկուստը տեսնում եք, բայց դրա մասին չեք խոսում, քո նկատմամբ վստահությունը նվազում է, որտեւ քո դիմացինը գիտի, որ դու դա տեսնում ես։ Ու եթե դու հաշվի չես առնում իր հետ խոսելու մեջ դա, դու փաստացի ձևացնում ես, որ դու ծաղրացու ես, դու փաստորեն եկել ես ձևացնելու։ Եվ իրենք այդ ձևացնելը գիտեն, դա կոչվում է ընդդիմություն։ Դա կոչվում է ամեն գնով տապալել։ Մենք դա չենք անում։ Մենք փորձում ենք ամեն գնով առաջ տանել ճիշտ օրակարգ։ Եվ մենք համոզվել ենք, որ եթե դու փայտ փորիկի նման անդադ նույն կետին խարվածում ես, վաղ թե ուշ
ինչ որ տարօրինակերպով դա դառնում է նաև քաղաքական օրակարգ, դա դառնում է նաև քաղաքական ուժի կողմից ընկալվող մի բան։ Դու պետք է իրականում գիտակցես, որ բաները, որ դու ասում ես, շատ հաճախ խեղաթյուրվում են, այլ կերպ են հասնում, օրինակ մի որևէ նույն նախարար, ասենք, չէ, կարող է ժամանակ չունենա ընթերցել քո ամբողջ հայտարարությունը, կարծին իր ենթակային կասի ինչ են ասել այնտեղ գիտուժի ժողովուրդը։ Փչացած հեռախոսի։ Այդ մարդը ասում է, այսպեսի բան ասի, նախ ասում է, լավ, հասկացա, հա։ Ու ինչ որ պետք կարծիք եք ասում քո ասացի մասին։ Հիմա դու պիտի գտնես ժամանակ եւ իրեն պարտադրես խոսակցություն, գնաս եւ իր հետ անմիջապես խոսես եւ ասես այն ինչ որ դու ուզում ես ասես, որ ինքը լսի։ Դրա պետք է ռեսուրս ծախսել, որովհետեւ այլապես հետո նա որոշումներ է կայացնել ու ելնելով նայած ինչ լսել է իր ենթակայից, որ իրեն փչացած հեռախոսի նման ինչ որ բան ասել է։ Եվ ամեն նման հանդիպում այդ տպավորությունը մեզ մոտ թողնում է։ Ամեն ղեկավար միշտ շրջապատված է փչացած հեռախոսներով։ Հեռախոսի էֆեկտը վախենամ չկա երկրում տենց կառավարություն կամ տենց ոլորտ աշխարհում, որ չաշխատի։ Ու այս մեր հանդիպումն էլ այդ տպավորությունը մենք ունեցանք, որովհետև որոշ մեր հարցադրումների շուրջ կար խոսակցություն, որտեղ մենք տեսնում ենք, որ մեր զրուցակիցները մի քիչ տարակուսած են իսկապես, բայց մենք ոնց որ դա նախատեսել ենք, չկա օրենքում դա։ Բայց այստեղ կա գրած, մենք ասենք, բայց որ գրել եք, դուք նկատի ունեցել եք սա եւ սա։ Եվ իրենք մեկ էլ գիտակցում են, որ միգուցե մի ինչ որ մարդ իրենց համակարգում, ինչ որ օրակարգ է առաջ տանում։ Եվ իրենք դա չեն նկատել, չեն հասկացել այդ օրակարգը, դա մտել է փաստաթղթի մեջ, հեշտությամբ է մտել, որտեղ ոչ ոք հարցադրում չի արել դրա շուրջ։ Իսկ մեր ասածը չի հասնում, դե մեկը բլոկ է անում, մեկը չի փորձում է ամենը խոչընդոտ է որ դա հասնի, որ դա քննարկվի։ Այնպեսի հավես բաներ ես հանդիպում, որ սկսում ես այդ հանրային գործունեությունը անել։ Այդ նման բաները անդադ լինում են։ Մենք հիմա հույս ունենք, ու դա մեզ համար կարևոր հիմա ինդիկատոր է։ Մենք հիմա պատրաստում ենք եւ մոտ ժամանակներս կփոխանցենք մեր հերթական ոնց որ առաջարկների փաթեթը։ Նորից այն հարցերի շուրջ, որ մենք քննարկեցինք, եւ հույս ունենք, որ գոնե այս անգամ դրանք հաշվի կառնվեն, որովհետեւ դրանք կտան մեզ այդ մարտավարական ազատությունը, մեզ որպես Հայաստանի օրենսդրական գոնե տեսակետից վաղը ճիշտ գործելու հնարավորություն ունենալու։ Օրինակ, չդնել բոլոր ինստիտուտները հենց օրենքի ուժով միավորել, որովհետեւ դե հիմա արդեն օրենք ընդունենք, բա ինչ անենք։ Այլ թողնել, որ այն ինստիտուտները, որոնք պետք է որ առանձին գործեն, որտեղ པարզ բան կա, ասենք մենք ունենք ինստիտուտներ, որոնք զբաղված են կրկնակի երկակի օգտագործման տեխնոլոգիաների մշակելով։ Ըստ եվրոպական բոլոր կանոնակարգումների այդ կառույցները չեն կարող ստանալ որևէ չեն կարող մասնակցել որևէ ծրագրի եվրոպական ինստիտուտների հետ, համալսարանների ինստիտուտների հետ։ Եվ եթե դու որպես համալսարան ունես նման թեվ, դու ամբողջ համալսարանը մտնում ես դրա տակ։ Ու դա նշանակում է այդ համալսարանը չի կարողանա երբևէ ռեյտինգներում բարձրանալ պարզ պատճառով, որտեղ ռեյտինգների պահանջներից մեկը, որ մենք դրել ենք այդ համալսարանի առջև, միջազգային համագործակցության չափանիշներն են։ Այո, իհարկե։ Եվ եթե դու չունես դա, որտեղ ունես մի փոքր ստորաբաժանում, որը երկակի ու ինչ կլինի, այդ ստորաբաժանը բնականաբար կվերացնես ստորաբաժանումը, սկսի հրաժարվել այդ տեխնոլոգիաների մշակումից, համարելով դա իր համար վնասակար է, եւ ուղղակի համասարանի հոգաբարձությունների խորհուրդը որոշում կայացնի, որ մենք դադարում ենք դա անել, որ ամբողջ համասարանը չտուժի։ Եվ ինչ, եւ մենք ունենանք հերթական անգամ ՊՆ-ն մի հերթական կարևորագույն տեխնոլոգիա չի ստանա ժամանակին եւ երբ որ ասենք թշնամի որևէ թշնամի մեզ վրա ու թշնամիները միայն նրանք չեն որ բացահայտ մենք անուններ ենք տալիս դրանց կամ բազմաթիվ թշնամիներ ոնց մասի մենք ոչինչ չգիտենք բայց իրենք կան եւ ինչ որ բաներ մտածում են եւ մենք ընդհանրապես իրենց համար փոքր խոչընդոտ ենք ավելի մեծ գործերի համար նույն կոവിഡ്ը մենք հիմա գիտենք որ դա արհեստականորեն ստեղծված վիրուս էր բայց այն ժամանակ ով էր դրա մասին մտածում Հիմա վաղը ինչ կստեղծվի դու ինչ ներուժ պետք է մտածում իսկ ինչ կապ ունի արհեստականորեն ստեղծված էր թե բնականորեն կապ ունի որ դա վիրուս էր հասկանում եք այսինքն քո գլխին կարող է ինչ որ մի հատ արհավիրք թափվել դու այդ բանը պիտի պաշտպանվես հա դե մի բան է դու ասում ես դե հիմա ով գիտեր աստված գիտեր որ նման բան կրի բայց մի բան է որ դու գիտես որ որոշակի համակարգեր, քաղաքական ուժեր, բան եւ այլն հնարավոր է։ Գիտենք։ Ուզում ասեմ, դու պետք է գիտակցես, որ դու ամեն պահին պետք է կարողանաս ունենալ ճկունություն, կազմակերպական եւ քաղաքական ճկունություն արձագանքելու տարբեր իրադարձություններին եւ երևույթներին, եւ եթե դու քո համակարգը կաշկանդում ես, ասենք ամբողջ գիտական գործունեությունը մտցնելով համալսարանների մեջ,
դու վաղը կարող առեսվես այն խնդրի հետ, որ դու հերթական խնդրի համար լուծում չունես։ Օրինակ բարձ օրինակ բերեմ։ Ժամանակին այդ նույն կապիցայի օրինակը։ Նոբելյա մրցանակի կապիցա Ռեզերֆորդի անգլիացի փայլուն եւ շատ հայտնի գիտնականի ամենասիրելի աշակերտն էր։ Եվ Ռեզերֆորդը երբ որ մահացավ, իր ամբողջ լաբորատորիան ժառանգեց կապիցային, նվիրեց իրեն։ Իսկ դա Անգլիայի լավագույն ֆիզիկական լաբորատորիան էր։ Հետո Ստալինը կապիցային համոզեց եւ 30-ականներին նա տեղափոխվեց Սովետական Միություն եւ ամբողջ լաբորատորիան բերեց իր հետ։ Եվ դրա հիման վրա ստեղծվեց նոր ինստիտուտ։ Եվ կապիցան դարձավ այդ ինստիտուտի ղեկավարը։ Եվ դրա շնորհիվ մենք ունեցանք ֆիզիկայի բուրըն զարգացում երկրում։ Հիմա Հայաստանը նման բան, եթե նման օրենք կտվի, չի կարողանա անել։ Մենք չենք կարողանա հարավիրել հայտնի հայ մասնագետի արտասահմանից, որ իր ամբողջ լաբորատորիալ բանով, որ ինքը կարող է բերել այստեղ գա այստեղ, որովհետև մենք իր համար չենք կարողանա ինստիտուտ ստեղծել։ Մենք ինը պետք է խցկենք մի հատ համալսարան, ասենք գնան դեղ աշխատել, մարդիկ ասի չեմ ուզում։ Ես ուզում եմ անկախ լինել, ես այնտեղ անկախ եմ, ամբողջ ինստիտուտի ղեկավար եմ, ուզում եմ գամ այստեղ նույն բանը անեմ։ Հասկանում եք, ինչ խնդիրներ ենք մենք ստեղծում։ Դա օրինակներից մեկն է ընդհանրապես։ Վան Փախչանյան, մենք մոտ 5 րոպե մնացել մեր զրույցին, բայց ես չեմ կարող չհարցնել։ Այ հատկապես որ խոսեցինք պաշտպանվելու մասին, վտանգների մասին, իսկ թվում է դուք էլ ինչպես բոլորս ուշի ուշով հետևում եք Իսրայել-Իրան այս լարված պատերազմին փաստացի, հա, պատերազմի սրվելուն, ինքը վաղուց էր գնում, այո, հերթական փուլի սրվելուն, եւ շատ հետաքրքիր է, նախ միտեղ ես ընթերցեցի, որ փաստորեն սա այս կոնֆլիկտը, այն կոնֆլիկտն է, որտեղ ամենաշատն են թիրախավորվել գիտնականները, հա, քանի այս ամբողջ պատմության ընթացքում քանի իրանցի, հա, գիտնականները եւ բացի այդ, սա հենց պատերազմի հիմքում է ընկած գիտությունը։ Ուրանի հարստացումը գիտություն է, այն բոլոր տեխնոլոգիաները, որոնք կիրառում է Իսրայելը դա կանխելու համար, նույնպես գիտություն է։ Ես մտքից գալիս է ժամանակին հենց մեր ստուդիայում ֆիզիկոս Հայկ Սարգսյանի խոսքերը, որ войны будущего ռուսերեն ասած это будет война очкариков, հա։ Մենք փաստորեն դա տեսնում ենք։ Հիմա ռոբոտներն են նաև։ Այո, էլի ինչպես է հեռավոր երկրները անգամ պարտադիր չի որ սահման ունենան ընդհանուր որպեսզի sense անդադ փոխհրաձգության մեջ մտնեն։ Ձեր դիտարկումները, հա, փաստորեն գիտության կարևորությունը այնքան է սրվում աշխարհում, գիտությունը դառնում է ջրի պես ռեսուրս, որ մարդիկ դրա համար կռիվ են անում, քանի մենք այդտեղ օրենք ենք մշակում։ Այն որ գիտելիքը զենք է, դա վաղուց է ասվել։ Իսկապես եթե նայենք նրան թե ինչն է որ կանխորոշում շատ հաճախ պատերազմների ավարտը, դա անակնկալ զենքն է։ Զենք, որին քո թշնամին պատրաստ չէ, որի կիրառման նա պատրաստ չէ։ Օրինակ Իսրայելի համար նման անակնկալ եղավ Իրանի գերձայնային հրթիռների կարողությունը, որը փաստացի իրենք որևէ իրական հնարավորություն չունեն այդ հրթիռներին վնասազերծելու։ Իրենք չէին հավատում կամ երևի չէին սպասում կամ չէին ակնկալում, որ այդքան վտանգավոր զենք ունի Իրանը, կամ եթե միգուցե ակնկալում են, չգիտեմ, բայց ամեն դեպքում դա իրենց համար մի բան էր, որին եք պատրաստ չէին որևէ կերպ պաշտպանության տեսակետից։ Եվ որը կարող է կանխորոշել ուժերի բալանսը մեծ առումով եւ պայմանավորել ապագա հարաբերությունները այդ երկրների եւ այն բալանսը, որ իրենք կգան այս պատերազմի արդյունքում։ Նման բանը հնարավոր է անել միայն գիտական կարողություններ ունենալով։ Շատ հաճախ Իրանի կարողությունները ոնց որ թեր գնահատվում էին ելնելով նրանից, որ դե աղքատ երկիր է, հնայի ծավալի առումով շատ փոքր քանակի ծախսերը ծախսում եւ ռազմական եւ գիտության ծախսերը մեծ չեն եւ այլն։ Եվ ակնկալում էր, որ այդ առումով այն երբեք չի կարողանա հակադրվել Իսրայելի նման չնայած փոքր, բայց տնտեսական առումով շատ հզոր երկրին, որը գերտերություն է համարվում, որը բացարձակ քանակով ունի, ասենք, ռազմական եւ գիտական ծախսերի ծավալ, որը գերազանցում է Իրանինը բացարձակ ծավալի տեսակետից։
Չէ՞, չնայած Իրանում ապրում է 80 միլիոն մարդ, Իսրայելում մի քանի 6 միլիոնի չափ, 10 անգամ ավելի փոքր։ Սակայն ստացվեց հետաքրքիր բան, ստացվեց, որ դե ինչպես միշտ բոլորը մոռացան, որ իրականում Իրանը այլ տնտեսություն ունի, այլ տնտեսական իրականություն ունի, որ ուղղակի թվերի համադրումը չի աշխատում, բայց ամենակարևորը չգիտակցվեց, որ այդ երկրում բուհական համակարգը վաղուց արդեն կայացած եւ շատ հզոր համակարգ է։ Որ եթե դուք նայեք, քանի ընկերություններ կան ԱՄՆ-ում IT ոլորտում, որոնք ստեղծված են Իրանից գաղթած ուսանողների կողմից, որոնք կայացել են այնտեղ եւ ստեղծել են IT ընկերություններ, լիքն են։ Շատ կարող կրթական համակարգ եւ շատ կարող գիտական համակարգ ունի Իրանը։ Եվ միշտ ունեցել է։ Եվ դա բերեց նրան, ինչ որ մենք հիմա տեսնում ենք, մենք ակնկալում էինք, որ Իսրայելի հզորությունը եւ Ամերիկայի աջակցությունը միանգամից Իրանին ծնկի կիչեցնի, բայց հիմա տեսնում ենք, որ այդքան պարզ չի իրավիճակը, շատ անորոշ է, որտեղ այն կարողությունների բալանս, որ հիմա տեսնում ենք երկու երկրների միջեւ, արդեն այնքան միանշանակ չէ, որ մի կողմը կարող է մյուս կողմին հաղթել։ Եվ դա գալիս է ապացուցելու, որ կարևոր չէ թե դու տնտեսական հզորություն ունես, եթե դու ուզում ես հաղթել 21-րդ դարի պատերազմում։ Կարևորը թե դու ինչ մտավոր կարողություն ունես ստեղծելու այդ անակնկալ զենքը, որը կարող է որոշիչ լինել պատերազմում։ Որտեղ այդ անակնկալ զենքին պատրաստ չլինելը կլինի քո գլխավոր հանգամանքը, ու ասեմ, եթե մենք նայենք Արցախի պատերազմը, մեզ համար չակերտավոր անակնկալ, զավեշտալի է դրա մասին խոսել, 13 թվականից 12 թվականից գիտեինք, որ Իսրայելը մատակարարում է անօդաչու սարքեր Ադրբեջանի։ Մենք բոլոր դրա մատակարարման մասին գիտեինք, ռուսական զենքերի մատակարարման մասին ամեն ինչ գիտեինք։ Մեզ համար իսկ թվում է անակնկալ էներ, որ պարզապես թույլ տվեցին, որ պատերազմը։ Այո, մեզ համար դա էր ամենամեծը։ Բայց եթե մենք խոսում ենք այդ պատերազմի լեզվով, ոչ թե քաղաքական լեզվով, բայց պատերազմի լեզվով մենք գիտեինք, որ ԱԹՍ-ները մեծ ծավալ ունեն, եւ մենք գիտեինք եւ տեղեկացված էինք, որ այդ ԱԹՍ-ները որոշիչ դեր են խաղալու պատերազմում։ Մենք անգամ իրենցից էլեմենտար պաշտպանվելու հմտությունները չգիտեինք։ Պատերազմի առաջին պետք է ցրվել կամ ինչ-որ բան։ Այո, պատերազմի առաջին օրերին մեզ համար մենք սկսեցինք առաջինից միայն սովորել նրան, թե ինչ անել ԱԹՍ-ի պարագայում։ Սկսեցինք փորձարկել ինչ-որ նոր մեթոդներ եւ այլն, ու սկսեցինք սեփական ԱԹՍ-ները փորձարկել պատերազմի ժամանակ, որտեղ իրենք դեռ փորձակման փուլում էին, իրենք դեռ իրապես մեծ ծավալով չէին ներդրվել։ Հիմա այս վերջերս Ռուսաստանը հայտարարեց, որ ԱԹՍ-ները դառնում են զորքերի նոր տեսակ Ռուսաստանում։ Ինչպես կան ռազմաօդային զորքեր, կան, ասենք, հրետանի բան, իրենք նոր զորքերի տեսակ են դառնում եւ իրենք դրա համար բոլոր կոչումներն են ստեղծում, կլինեն սպայական կազմ եւ այլն, զինվորներ, որոնք հենց ԱԹՍ-ներով են կրվում, որտեղ դա է դառնում թիվ 1 զենքը, բայց դա էլ է արդեն նախորդ դար։ Հիմա նոր սերունդ է գալիս զենքի, որը այլ ավելի բարդ ու զարմանահրաշ բաներ է անելու։ Եվ եթե մենք այդ ամենը չկարողանանք ստեղծել, մեզ դա ոչ ոք չի տա։ Օրինակ ինքնուրույն մտածող ԱԹՍ-ն, հա։ Օրինակ ինքնուրույն մտածող ԱԹՍ-ն։ Հա, որին մարդ պետք չի։ Այո, ու դա հիմա ստեղծվում է, արդեն կա։ Ուզում ասեմ, մենք պետք է գիտակցենք, որ գիտությունը ոչ թե շքեղություն է, գիտությունը նույնքան կարևոր բան է, ինչպես քո տան մուտքի դուռը։ Չունեցար, տունդ վերածվելու է անցուդարձի տեղի։ Մեջը քամիներ են լինելու եւ ով ասես կմտնի եւ դուրս կգա։ Հիմա գիտությունը արդեն դա է։ Եվ եթե դու դրանով չես զբաղվում, քեզանով կզբաղվեն ուրիշ մարդիկ։ Շատ պարզ է։ Այնտեղ ուրիշ տարբերակ չկա։ Շատ լավ, ես ուզում եմ հենց այս խոսքի վրա ավարտենք, պարոն Փախչյանյան, որովհետև շատ մտածելի տեղիք է տալիս բոլորիս։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հյուրընկալվելու համար։ Ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը համակարգ հաղորդաշարներ եթերում մեր հյուրներ այսօր IP հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Գիտուժ նախաձեռնության անդամ Արամ Փախչյանյանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ։